Բարի երեկո, սիրելի ժողովուրդ։ Ես պատրաստվել էի զուտ հայտարարություն անելուն, բայց քանի որ տեղեկության վրա եկավ եւ գտնում եմ, որ սա ավելի լավ է ես մի քանի բան ասեմ, նոր հետո անցնենք բուն թեման, բացահայտում անենք, նոր անցնենք բուն թեմային, որովհետեւ մայիսի 9-ից հետո Հայաստանի Հանրապետությունում զարգացող իրավիճակը քաղաքական մեզ հաստատ թույլ չի տա շեղվել բանից, օրակարգից եւ խոսել այլ թեմաների մասին։ Իսկ քանի որ այն որ ասում է սրիկայությունը ակնհայտ է եւ կարիք կա հենց հիմա դրա մասին խոսելու, ես որոշեցի դրանք ներկայացնել հանրությանը, նոր անցնենք մեր հայտարարությանը։ Համ էլ երեկո է, արդեն մեր ցուցարարների մի մասը արդեն հոգնել են, ուզում են հանգստանալ, զատնո կլսեն հերթական տեղեկատվությունը։ Սկսենք Երևանի քաղաքապետարանից եւ այդպես անցնենք առաջ։ Ուրեմն մի քանի բացահայտում, են որ ասում է, ինչ որ ասում ենք, թուղթ ու թանակ ասում, տեղադրում։ Ինչպես գիտեք, Երևանի քաղաքապետարանի հետ կապված այս քանի տարի է քաղաքապետարանը կա Երևանի գործում, քանի տարի է ավականիներ են գալի գնում, ընդդիմադիր ավականիներ, բայց ոչ մի անգամ, ոչ մի ընդդիմադիր կուսակցություն իրեն հռչակած ընդդիմադիր, դա լինի Տարոն Մարգարյանի դեմ, դա լինի դրանից առաջվա դեմ եւ այլն, այդպես էլ նման բացահայտումներ չարեց, ինչ որ արեց Վարդան Ղուկասյանը իր ավականիների թմով, նորմալ ավականիների թմով։ Գիտեք, մենք այցելել էինք Բյուզանդա 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի մասնաշենքերից մեկը, որտեղ որ են որ ասում է 1-ից մինչև վերևի հարգը սաղ տված էր վարձակալության եւ տված էր կոպեկներով, ձրի, անվճար։ Հիմա մեր բացահայտումներից հետո Երևանի քաղաքապետարանը, այսինքն Սիսի Բոզիտաղեն, ուրեմն սահմանել է նոր գնացուցակային կարգ, ուրա, են որ ասում է ասենք, ինֆոն ճպցնենք, որ չասեն լկտի սուտա, եւ այսպես Երևանի քաղաքապետի որոշում համար 1567A 03 մայիս 2024 թվական Բյուզանդի փողոցի 1/3 շենքի երկրորդ հարկի 494.4 քառակուսի մետր մակերեսով տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին։ Ուրեմն 494.4 քառակուսի մետր տարածքը երկրորդ հարկում տրվա 2017 թվականի հուլիսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության համար 2013-4 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին ներառելով հետևյալ փոփոխությունները։ Պայմանագրի 3-րդ կետի 3/1 ենթակետում 123.600 դրամը 123,000 դրամով 2017 թվից մինչև 2024 թվի մայիսի 3-ը այս տարածք վարձակալածը պրոստը ծծրել է։ Բարերը փոխարինել 2.150.000 դրամ բարերով։ Հələ 2.115.000 դրամն ուր ներողություն, ճիշտ է, էլի, չստացի 2.150.000 դրամ։ 2.150.000 դրամն ուր եւ 123,000 դրամը ուր։ Հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանի ավականիները մտել էին այդ քաղաքապետարանի մասնաշենքը ու ծծրել էին 1-ից մինչև վերևի հարկ, ասել է գնացեք մտեք հարկ առ հարկ, օֆիս առ օֆիս, որտեղ նաև տեղակայված էր հրապարակ թերթը մթում անվճար Տարոնից տարածքը վեգալել էր, ուրիշին վարձակալության էր տվե կոռուպցիայի դեմ պայքարող Արմինե Օհանյանս։ Այս թուղթու բթիկն
Ես հիմա դնեմ Telegram կանալ, որ չաս այտենց բան չկա, էդի սուտա։ Ահա։ Սրանց հետ մենակ թուղթ ու թանակով ուրիշ ծցնելու ձև չկա։ Մենակ դորա էտա մեր բոզի տաղու որոշումը, հələ սրա ստորագրությունը, դագաղը դնեմ քեզ, Սիսի ջան, տնով, տեղով, ընտանիքով, ուսոր կասեր մեր հարևան Զոյան, լակիրովնի դագաղը, տակներ գրեմ ենք, Սիսի, որ ոչ մեկ չասի, ատենց բան նեմա, Վարդան Ղուկասյանը խապում է, մուտի տա, չհավատակ, սա էլ արդեն որ երորդ թուղթնա, որ մենք հանում ճպստում ենք, բանը ջրերես չէ, որ Երևանի քաղաքապետարանը կոպեկներով էր տվել, ձրի էր տվել, հիմա ծրինք, նոր հիմա ստեղ առաջանում է հարց, բա մինչև էդ, որ ես մարդ ես կամպանիան կոպեկներով նստելա, սրա փոխհատուցումը լինելու է, թե ոչ, հետո ասում են Երևանի քաղաքապետարանը փող չկա, տրանսպորտը պիտի թանկացնենք, 123,600 դրամն ուր, 2,150,000 դրամն ուր, բսեք տարբերություն դուք նայեք, հետո ասում են փող չկա, պետք է երևանցիների գրպանը մտնենք, որ կարանանք Երևանի քաղաքապետարանը փող մտցնենք, խնդրեմ, 10-20 անգամ ավել եկամուտ Երևանի քաղաքապետարանի համար, օղորմի Վարդան Ղուկասյանի անձավորներին, խչոն 1, հիմա անցնենք մյուս թեմային, մենք խոսել ենք, մինչև հեսակ անցնենք հայտարարությանը, մենք խոսել ենք Ոմն Գևորգ Նալբանդյանի մասին, այն որ Շվեդիայի քաղաքացի էր, սիգարետի մագնատ, Ադրբեջան սիգարետ առաքող, մե երևույթ, ուրեմն այս գանդոնին հետախուզում են հայտարարել արդեն Շվեդիայի իշխանությունները Snus տեսակի Snus Oden թունակիմիկատ, ուրիզև հնարավոր չի դա ասել, ժողովրդի վրա ծախելու, իրականացնելու կամ չգիտեմ վաճառելու համար միլիարդից ավել, ես ուղղակի ուզում եմ կարդամ հոդվածը, մեկ-մեկին չանդրադառնանք, հենց որ մեկին մեկ անդրադառնում եք, հետևից գմփունը հլնամա միջազգային մակարդակով, ուրա, խնդրեմ, Ай, աստվածիմ, шведский мультимиллионер Геворг Налбандян разбогател на экспорте сильного и быстродействующего снюса Оден в Израиль и Россию. Но тайно он оказывает давление и контролирует гастарбайтеров, осуществляет подозрительные переводы миллионов в Швейцарию и конфликтует с инспекторами налогового агентства. За год король Снюса заработал $500 миллиарда, но заплатил лишь 15% шведского налога, сейчас он покинул страну. Եվ այս ղախպի երևույթը իր բիզնեսներն ա դրել Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլն ասում է կոռուպցիայի դեմ պայքար են վարում։ Այն որ Boeing բերեց, հիմա այդ նույն Boeing-ով Snus-ը, որ պիտի կանաչի արտահանեին մթոմ Ռուսաստան, բանից պարզում է այդ կանաչին Snus-ն է, Ամերիա բանկի համասեփականատեր ձեռքբերով եւ Նորման կրեդիտ վարկային կազմակերպության նորից կամ բաժնետերա կամ լրիվ 100%-անոց սեփականատեր։ Այսինքն մենք տենում ենք հայաստանյան իշխանությունների, այն որ ասում է բիզնես պարտներները այն մարդիկ են, ովքեր ուրիշ երկրների կողմից հայտարարված են հետախուզում, այդ թվում նաև Շվեդիայի։ Շվեդները շվեդիշ անեն Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը նման շվեդիշների հետ համագործակցելու համար։ Որ ասում եմ, չէ, մեկի վրա ես որ կենտրոնանում եմ, մի բոզի տղություն գմփում է հետո, դաժե Շվեդիայի մակարդակով։ Հիմա անցնենք առաջ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը արել են մորմշ, ծսրեք գցել են միանի վրա։ Այս քպական բոզի տղեկը գրուկ պեչատուկ տենում ենք։ Դեմիս տարան արտաքին բանը պետական պահպանության ծառայությունը Նիկոլն ասեց չէ, я вам не доверяю, ես ինքս իմ անվտանգությունը կապահովեմ։ Հետո տարան արտաքին հետախուզությունը, ասին ձեզի внешняя разведка не нужна։ Բերեցին այն
Պցեր տեստ ագարկին, որը դաժե չգիտի զեկուցագիր, այդ ինչա նշանակում, ոնց է գրվում Քրիստինե Գրիգորյան, ում աղբրտիկ հետախուզման մեջ են, հերը հարկերից խուսափմա, ինքն տուպոյ ագարկա, բերին դրին արտաքին հետախուզման պետ։ Հիմա մենք ուբիդիտ կանենք, թող ինձ ուշադիր լսենք կպականները։ Հետո Աբազի հիմնարկի ձեր ռեստորան քնչականը, հետո տարան Երևան քերակատարողական հիմնարկը, թողել են մի հատ օպեր բլոկ, հեսա 1, 2, 4, 5, 10 ազգային անվտանգություն այլևս գոյություն չունի։ Մեզ նման հիմնարկ պետք չի։ Թո Ադրբեջանը ամեն ինչ ունենա, բայց Հայաստանը չէ, որ ոնց ուզենան գան մտնեն ծծծնեն։ Ես ասել եմ, Աբազ իմ ու քո սեռական հարաբերությունը անխուսափելի է դառնում ամեն րոպե։ Ես մի անգամ չէ, 10 անգամ չէ, 100 անգամ չէ, անդրադարձել եմ Քրիստինե Գրիգորյանի, որ նայում ես դեմքին եւ նայում ես խոսքի օրինակ իքական սեռական օրգանին, չես կարողանում հասկանալ մարդու դեմքը որն է, իքական սեռական օրգանը որն է։ Երկուսն էլ իրար նման են։ Այն քուրդ արգիշ բոզի տղեն էլ որ տպավորված նայում էր սենց։ Это что за woman։ Այդ երանոս գյուղ, հազիվ դուրս եկե ժողովրդի մեջ, որ կյանքում նորմալ դլո չի տեսե եւ հանգարց դլոն, վերև դլո, ներքև դլո, եկե նստելա կողը, խեղճ տղա, չի կարեմ հասկանա, որտից պիտի ունենա դուգա։ Ուրեմն, ինչու՞մ է կայանում Քրիստինե Գրիգորյանի բոզիտողության աստիճանը, բացեն որ տուպոյա ագարկայա եւ այլն, նաեւ ունի շատ մեծ հակում կոռուպցիոն։ Սա պիտի բացահայտեր ով մալչիկ պա իմինի Սասուն, հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց քանի որ հակակոռուպցիոն կոմիտեն էլ Վարդան Ղուկասյան, զինվորական դատախազն էլ Վարդան Ղուկասյան, գլխավոր դատախազն էլ Վարդան Ղուկասյան, ինչ կա չկա Վարդան Ղուկասյան, բացահայտում նանոմա Վարդան Ղուկասյան թուղթու թանակով, որ մի բոզի տղա չասի, ադիկ լեկտի սուտ է, այդպես բան չկա։ Ուրեմն, հետո յուրաքանչյուր վարդություն ունի վարդության պետ, խրեգալող։ Տվյալ վարդության պետն էլ ունի բնականաբար քարտուղար, քարտուղարուհի, օգնական, ռեֆերենտ եւ այլն։ Այդ թվում նաև ամենակարևորը ծառայողական մեքենա։ Հիմա ես ուզում եմ մի հատ հարց տամ աուդիտորիային 3500 օգուտ ավել մարդ մենակ ստեով նայում է։ Ասացեք խնդրեմ, ծերի ժողովուրդ, ես Երևանի գներից տեղյակ չեմ, կարող եմ մի քիչ ավել ասեմ, մի քիչ պակաս, ես վերցել եմ 3000 դրամը։ Ասացեք խնդրեմ, Երևան քաղաքում մեքենա լավանալը ինչ արժե, ավտոմոյկեն ինչ արժե։ Ես ինչքան գիտեմ 3000 դրամ։ Խնդրում եմ մի հատ գինը գրեք, ես հասկանամ։ Հարց աուդիտորիային ինչ արժե մեքենա լվանալը։ 5000 3000 5000 2000 5000 4000 ջիպը չէ ջիպ չէ սեդան 3000 լավ եկեք ընդունենք 3000 պայմանական գինը ուրեմն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը դուրս է գրել 2024 թվականի համար մեքենա լավանալու 24-ն չէ, եթե չեմ սխալվում, կամ 24-ն էր մի րոպե։ Հա, 24 թվականի համար ուրեմն մեքենա լավանալու համար ուշադրություն 5 միլիոն 148,000 դրամ մի մեքենայի համար։ Նիկոլ Բոզիտաղա լսի 5 միլիոն 140 թուղթ թանակը կդնեմ անպայման 5 միլիոն 148,000 դրամ մի մեքենայի համար։ Այսինքն եթե մենք վեկալում ենք, որ տարին ունի 240 աշխատանքային օր, շաբաթ կիրակիները հանում են։ Այսինքն Քրիստինե Գրիգորյանի մեքենան ամեն օր, եթե գնում է ավտոմոյկա, ամեն օր բերում է այս ագարկին իջեցնում է հիմնարկի դեմը, շոֆերը գրը գնում ավտոմոյկա։ Լավ են բերեն կայնացնում է։ Էլի տարավ տուն, հաջորդ օրը բերեց, նորից շոֆերը բերեց, իջեցրեց, գրը էլի մեքենա տանում է ավտոմոյկա։ Այսինքն 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի ուրբաթ։ Այն շաբաթ կիրակի թող հանգստանա։
Ուրեմն դուրս է գալի 240-ը բազմապատկում ենք 3000 դրամով, անըմա 720,000 դրամ։ Ես գցում եմ 1 միլիոն։ Են կարող է ասենք օրը 2 անգամ լվանան կամ կիրակի օրերն էլ մարդը գնում է ուր է ասենք եթե մշակութային օջախ ասում է չէ այսօր էլ տարեկի 1 միլիոն բա 4 միլիոն 148,000 դրամ այսինքն 10,500 դոլար պրոստը տակ Քրիստենե Գրիգորյան ագարկեն ում մամայի դլոյի մեջ է մցնում Չէ հարց, կանի թուղթը տնեմ, որ մեկը չասի, այդենց բան չկա, խապը մա։ Մերոպ է սերի ժողորդ, որ ասում է թուղթու բտիկով, ասել դնել, ես սրանց տուն ու տեղա ծսցնեմ։ Էտո մեկ, էտո իսկուս, տնեմ եք, խտրում եմ նոյեք, և այլեք, հիմա Աննա Վարդապետյան, կորուպցյան, էլ ոնց ալնեմ, պուզով պոչով, տնեք տելեգրամ կանա, որ մեկը չոսի, այ մորդ, ըտենց բան նեմա, ստե կրեմ ենք, ավտամոյկա, բարը։ Դրուկ, խապը մեկ վրեն, բացումա մեկ մեքենայի համար։ Հիմա Նիկոլ Փաշինյան բոզի տղում, ես ուզում եմ հարց տամ։ Ասացեք խնդրեմ, պարոն Նիկոլ Փաշինյան, Եթե մենակ մի հատ մեքենա լվանալու վրա քո արտաքին հետախուզությունը ծսրել է 5 միլիոն 148,000 դրամ ես արդեն ուղղակի վախենում եմ պատկերացնեմ թե ինչ թվեր է դուրս գալած տուալետի վրա, լուսի վրա, ջրի վրա, այլ ծախսերի վրա եւ այլն իսկ արտաքին հետախուզության օգուտը օգտակար գործակիցը ո՞րն է մենք տես բան ունենք Մենք զորքին չենք կարում դիրքերից իջացնենք, այսօր արդեն սիգնալն եկե հասել է, որ անպայման սմենափոխն իրականացնելու են եղանակային պայմանները բարելավվելու պես։ Մենք զորքին չենք կարում իջացնենք, դուք ասում եք մենք ճանապարհ չենք կարում սարքենք, փող չունենք, Բայց եթե մի ագարկի ավտոյի վրա դու դուրս ես գրում 5 միլիոն 148,000 դրամ Մենակ մեքենա լվանալու համար, բա ես ուզում հասկանամ, բա էլ ոնց պիտի խնայես պետական միջոցներ։ Այն որ ես ասում եի, որ Վարդան Ղուկասյանի իշխանության գալու դեպքում այս պայդրությամբ, ովքեր որ ուսանողներ են, կսովորեն անվճար, որոշակի բոզի տղեկ, բան էինք ցե TikTok, BikTok եւ այլն, խափեմա այդ փողերը որտից է տալու։ Խնդրեմ Այդ փողերը որտեղից։ Իսկ ես հիմա ուղղակի վախենում եմ պատկերացնեմ, թե կառավարությունում քանի սենց 5 միլիոն 148,000 դրամ դուրս է գրվել մեկ տարվա համար իրանց մեքենաները լվանալու համար։ Իսկ եթե մենք այս բոլորը տնենք ու կրճատենք եւ մեքենա լվալը, ասենք գումարը դուրս գրվի, ախպեր ջան, աշխատավարձ ես տանում, քո աշխատավարձով դեռ բավտուն լվալ։ Վերջացավ։ Բաց Եթե պիտի տայր տրանսպորտին, դուր քո մեքենա լվալուն, բենզինը տամ, ավտոյի մատերիալը տամ, շոֆերը տամ, ավտո լվանալու փողը տամ, դուր կետը կհասնի։ Եթե միայն դնես ու բոլոր ծառայողական մեքենաների ավտոմոյկի փողը կտրես, մեր բոլոր ուսանողները իրենց ուսումնական կամ ոնց են ասում, բանը կրթությունը կստանան անվճար պետության կողմից։ Էս էլ ձեզ Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրից մեկ հատված։ Որ ասում են խափը մա, ոնց է ուսանողների փողը տալու, սենց։ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորման 25%-ը պետական բյուջեից կտրում ես, ղրգում ես բուհերի վրեն։ Ղրգում ես ինչ են ասում դրան դիալիզի ապարատ առնելու վրեն։ Մարդը իա շենքի երրորդ մասնաշենքի վարձերը, որ նորմալ սահմանի, ոնց որ հիմա սահմանեց բոզից տղեն իմ բռնաբարելուց հետո, Երևանի քաղաքապետարանը կունենա ահագին գումար։ Տեսեք 123,600 դրամն ուր ամսվա վարձ եւ 2 միլիոն 150,000 դրամն ուր ամսվա վարձ։ Իմ ծսնելուց հետո։ Խնդրեմ
Եմ ասում ուբիդիտ արա, ուբիդիտ արեցի, թուղթ ու մի մեքենայի վրա դուրս են գրել, նորից եմ կգրեմ $10,000 ավել ավտոմոբիլի փող։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Եգրիհերը անիծել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն են, որ հələ մեր ազգային ժողովում ասում է ցամփ, բա հիմա մեկը չկա անի կնգա սեռական շրթերը վեկալի, անի ցամփ։ Հավարով Աշկովը սնգավ նոր օրենքի նախագիծ։ Մի հատ դրա մասն էլ խոսանք կամաց էլի, այդ մենք առաջ։ Ուրա Իրոք, ով էր ինձ ղրգել։ Վիրավորանք չէ։ Ստեղ նշել էի։ Տհաճություն։ Տհաճության վերաբերյալ նոր քրեական պատասխանատվություն։ Ուզում եմ մի հատ գտնեմ այդ հոդվածը։ Ինձ ուղարկել էին մի րոպե։ Ինչ եղավ, վայ մորդ։ Ախր այնքան բանագալի, որ մինչև ուզում ես գտնես, խելագարվում ես։ Ով էր ինձ ղրգի այդ տհաճությունը։ Մի վարկյան, թազա հոդված։ Տեսը, վրասմա, всем врагам назло։ Մի րոպե, պիտի գտնեմ։ Չեմ գտնում դες։ Մի հատ այդ հոդվածը ով էր ուղարկել։ Հա հեսա, գտանք։ Շնորհակալություն։ Ուրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն ուրիշին տհաճություն պատճառելու համար։ Նոր բանավորոշ է Նիկոլ Բոզի տղեն։ 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն ուրիշին տհաճություն պատճառելու համար։ Ինչպես։ Քրեական օրենսգիրքը լրացվել է հետամտելը կոչվող նոր հանցակազմով, հետապնդել է երևի, չէ, հետամտել։ Հետամտել է համարվում օրինակ, ուրիշին հետևելը, ուրիշի հետ ոչ ցանկալի շփման մեջ մտնելը կամ դրա փորձը, որն է ոչ ցանկալին չգիտեմ, օրինակ Վարդան Ղուկասյանը վեկալի զանգի մեկին, ոչ ցանկալի է։ Ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը, օրինակ ջուր լցելը, ուրիշի տվյալները սոցցանցերում պրոֆիլ, ուրիշի տվյալներով բացելը, որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի պարբերաբար եւ զոհի մոտ պետք է առաջացած լինի վախ կամ անհանգստություն։ Ահա։ Կամ զոհին պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, կամ զոհի մոտ պետք է առաջացած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն, բնականաբար այս ամենը խիստ գնահատողական է եւ քեսի սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների դատական համակարգի կողմից։ Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց կամ տղամարդկանց պաշտպանությունն է տհաճ ուզողներից, բայց ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է զոհի պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված, ԹՔՄ ասոյի փայտիկին։ Հիմա տհաճություն։ Ես հիմա ուզում եմ, չգիտեմ, զանգեմ իրավաբանի ինչ անեմ, բայց ես մի հատ հարց տամ։ Ասենք, մի հատ իրավիճակ, Հա, ասենք հիմա Չոլկով ծծերը կամ Աննա Բոլեյնը կամ որևիցե մի քպական բոզի տղա գալմա
իա շենքի խանութը, խանութը, հայաթում, ուզմա մտնի այդ խանութ, կայլա զանգել Գյարո Պետրոսյանին, գիտես, ուզմա մտնի այդ խանութ, ու ասեք այդ խանութի դեմը կայնած են անուշ ապերներ, մի 3-4 հոգի, հիմա գալը այդ ընկերույն ու անուշ ապերներից 2-ը կամ 3-ը պահիտակ մեկը սկսում է խաղալ իր սեռական բարեմասությունների հետ, մյուսը տրուսիկի, բաքսորկա տրուսիկ, են որ գալի մտնում է ամուրձապարկի տակ, այնտեղից քցում է բուտ մատը, որ դզի ռեզինը քցի բդի վրային, են մեկն էլ ասենք այդ բային ձեռը կողմա քիթը ու քթի պարունակությունը հանը մնում է ճատ, հիմա դա տահաճություն է, թե չէ, չեպտի զանգեմ, կանեք, ուրա, տենակ հարմար է, ուրա Գյարո Պետրոսյանը, հեսա, դասախուս մարդ է, թո մեկնաբանի, ես անգրագետ եմ, հարմար չի, ապսոս, հիմա հարց, Աննա Վարդապետյանին, հիմա այդ 3 հոգին, օքե որ մեկը տրուսիկի ռեզիններ դզն, մեկը տուշ պլորի գագատնա քորվե արտակինից ձեռը դրևեր են գուլ արելա, են երորդել ասեն քիթը հանելա, մեջ պարունակությունը, բթասելա, են չորորդն էլ թքելա գեդին, սենց լապ չլիկ, բոլի վրեն, հիմա ինչ Աննա Բոլեյնը, կամ Լուլում, կամ ասենք իմ ավականիներից են նախկին են երկու են բոզիս տղեկից, երկուսը վատը զգանյաց, հիմա գնանք հաղմաս հաղորդում տան, ասենք գիտես ինչ, ես մտնում էի խանութ, մեկը քիթը փորեց, մեկը թքեց, մեկը ձվերի հետ խաղաց, են մյուսը տրուսիկի ռեզինը հանեց, ճտասրեց բդի վրեն, տահաճություն ամ, քերական պատասխանատվություն, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, քաղաքացին դադվելու մատերիալ չէ, քաղաքացիներին դադ, հիմա ես ուզում եմ հարցնեմ, բոզի տղեկ, էլ բան մնաց, որ դուք փորձեք դրանով ձեր բոզի տղությունները, որը որ դուք սիստեմատիկաբար գործում եք ես ազգի դեմ, հիմա դուք ուզում եք ձեզ ամեն ձև ապահովեք, հա, ուզում եք վաղը մյուս օր էլ օրենք անեք, ով, չգիտեմ, ձեր վրա նայի պիտի դադվի, բայց Այս ամենը տևելու է շատ կարճ, ձեզ պալուբոմ ու ծսնելու են, ուզում եք տհաճության օրենք մցրեք, ուզում եք թքելու օրենք մցրեք, ասկի չժում, տհաճությունն է պատճառը, դուք ամբողջ ազգի համար եք տհաճ, այ բոզի տղեք, բայց ես օպիտի դադի, չէ հարց, դուք ամբողջ ազգի համար եք տհաճ, սմա տհաճությունն է պատճառը, պիտի ջուր շփելը, Ես դες բան չգիտեմ, երկի չգիտեմ, որ ջուր շփելու համար մարդուն դատ են։ Էդ էլ իմ ահու, են որ ասեցի շերրը, ցելոֆաններով կամ ձու եւ այլն ասում է հակուստին, վնաս հատվե, պիտի դա դադվի։ Բոզի տղեկ դուք սկի հակուս չունեիք։ Ինչ օրենք ուզում եք մցրեք, կուզեք օրենք մցրեք, որ ձեր վրա նայելու դեպքում պիտի դադվեն։ Միևնույնն է, ձեր տուն ու տեղը ծռվելու է։ Ձեզ քիչ է մնացել, ղախպի տղեկ։ Դուք ջնջեցիք ամեն ինչ, ինչ ուներ հայ ժողովուրդը, պատիվ, արժանապատվություն, դաժե տոնական օրերը ջնջեցիք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի, ինչ եկել է, 6 տարի եկել է, չէ, պոռնիկի ծնունդ, ընկեր ԿՊ։ 6 տարվա մեջ ես չեմ կարա մատս դնեմ կալենդարի մեջ մի օրվա վրա, մայիսի 9, մայիսի 28, հունվարի 28, չգիտեմ, սեպտեմբերի 21, որ ձեր օրոք նշվել է որպես տոն։ Հայաստանի Հանրապետության պետական տոն, բոլոր տոները ծասրիկ, ավիրիկ, մաքրիկ, ոչնչացրիկ, թողել ջազի փառատոն, այտենց բոզիտողություն կա, գինու փառատոն, այտենց բոզիտողություն կա, բայց ազգային, ինչը որ ազգայինն է, ինչը որ մեզն է, ինչը որ հայ ազգինն է պատկանում, բոլորը վերացրեցիք, ջնջեցիք կալենդարի միջից,
Մենք այսօր իմիջիալոց ենք վերաբերվում անկախության տոնին, բանակի տոնին, վաղը մայիսի 9-ն է։ Չկար, եռատոն էր, չէ՞, մայիսի 9-ը։ Մաքրին, ջնջին, Շուշին գնաց։ Մայիսի 9-ը ձեն պաբեդին, կակոն էտել գնաց։ Եվ դա այն դեպքում, որ հայ ժողովուրդը, սովետական Հայաստանը իր ամենամեծ մասնակցությունն է ունեցել հայերենական մեծ պատերազմի ժամանակ։ Այս մատխաժ սերունդը, որը որ մեծանում է դպրոցական, իրանցից մեծ մաս անգամ գաղափարը չունի այլևս, թե ինչ է նշանակում հայերենական մեծ պատերազմ։ Գաղափար չունի, որ այդ եկա 15 հանրապետությունների մեջ հայ ժողովուրդը ունեցել է 84 հոգի Գերոյ Սովետского Союза, որ էդի Հայաստանի Հանրապետության առաջի կարգի խաս չէ, որ ում ասես բաժանեն կամ ազգային հերոսներ, հետո տանենք օխեն ծակը, ինչեր են Փիրոյան վրեժեր, ինչ կերգլոխեր, էդի 84 ազգաբան Գերոյ Սովետского Союза, 68 как minimum գեներալ ենք ունեցել պատերազմի ժամանակ, երկրորդ բան հայերենական մեծ պատերազմի, 5 մարշալ, այս մի փոքր ազգը, եւ տվել է 200,000-ից ավել զո, այն դեպքում, երբ որ Հայաստան եղել է 1,5 միլիոն, 1,2 միլիոն ընդամենը բնակչությամբ, որ հայերը Ռեխստագի պատի տակ քոչարի են բարել, որ եկեղեցին իր միջոցներով տանկա առել եւ ուղարկել է նա ֆրոնտ, զինելով Սասունցի Դավիթ տանկային դիվիզիա ուղարկել է նա ֆրոնտ։ Եվ եթե չլինեին այդ 14 հանրապետությունները, ՌՎՍՍＲ կամ ՍԲՆ Ռուսաստանի Սովետական միություն կամ ֆեդերացիան չէր կարող հաղթել նացիստական Գերմանիային, ոնց որ հիմա չի կարող մի հատ Ուկրաինա ծծծանի, ինգեր Ռուսաստանը։ Եվ այդ հաղթանակը պատկանում է այդ բոլոր 15 պետությունների ժողովրդին, որոնց մեջ շատ մեծ լոմայ ունեցել հայ ժողովուրդ։ Այս սա դաժե էս փորձում են հանեն սերունդի միջից։ Արցախյան պայքարը ջնջին, ցեղասպանություն ասում են, պիտի անուն առանուն տենանք ում ոնց են սպանել, սպանողին պիտի գտնենք, մորտողին պիտի գտնենք, վկաներին պիտի գտնենք, որ իմանանք խոսքի օրինակ Խուդավերձյան Մայրամին իզև են թուրքերը արե մորմաշ։ Ցեղասպանության թեմա բիզիմ դիր, Ղարաբաղի թեմա բիզիմ դիր, հայերենական մեծ պատերազմ բիզիմ դիր, սաղ բիզիմ դիր։ Բոզություն, պոռրկություն, նարկոմանիա, պրոստիտուցիա, այդի ընտիր բանա։ Սիրելի աշակերտներ, էսա ձեզ սովորացնում այսօրվա կրթական համակարգը, այսօրվա դպրոցը, որը որ դուք դեռ 20 բռնում մտածում եք դուրս գալ դասադուլի, թե ոչ, մթում բան են ձեզ սովորացնում, դուք էլ մտածում եք դուրս գաք դասադուլի, թե ոչ, բոլոր պետական հիմնարկներին և այլն հավքի ասում են չփորձեք միանալ վաղվա միտինգին։ Եվ սրանք կոչվում են մանկավարժներ։ Ձեր նման մանկավարժներին պետք է ցինկվի դագաղը դնել։ Դուք մանկավարժ կոչվելու իրավունք չունեք։ Ձեր բոլորին իշխանափոխությունից հետո պետք է ազատել։ Բոլոր դպրոցի տնօրեններին սաղին հանելու եմ շփրտեմ դուրս։ Դպրոցի տնօրեն, ուսմասվարներ եւ այլն բոլորին չիսկեն սկսելու եմ Երևան քաղաքից։ Հիմիկվանից ասում եմ, այն դպրոցները, այն դպրոցի տնօրենները, որոնք վաղը իրանց երեխեքին դուրս չեն բերի եւ չեն միացնի ցույցին, վաղը չեմ միսորը, համ վաղը չեմ, հա չկա, վաղը կարող է մի քիչ ուշ լինի, վաղը չեմ միսորը, որ դպրոցի տնօրենը, ուսմասվարը փորձեցին դեմ գնալ դասադուլի եւ այլն, անձամբ ես եմ ծսցնելու, անձամբ, ինչ է գրել, այո, դլոյի փառատոն, անձամբ ես, և ոչ մեկի համար, դաժե այսօրվա պարլամենտական ընդդիմություն շակերտների մեջ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Վարդան Ղուկասյանը իր թայֆով մտնելու է պարլամենտ, այսինքն շուտ թե ուշ կազմելու է իշխանության մաս, և
Խնդիրը դրված ալնելու չոր։ Բոլոր այն դբրոցների տնօրենները, որոնք որ Նիկոլապաշտ ագարկի ծնունդ են, բոլորին հեռացնել, դաժե այնպես անել զրկել կոչումներ, եթե ունեն թե չունեն, անգամ թոշակից զրկել եւ թոշակ չտալ։ Ոնց որ Գասպարյան Վովայի կնգան պիտի զրկի, բանար ինչ է, զրկին, աղջկան, բանով որ հանկարծ է թոշակ բան չտան, աղջկան, ներողություն։ Ես այդ ձև զրկելու եմ ձեզ։ Ուզում եմ իմ ողջունի խոսքը ուղեմ Բևերի ղեկավար կազմին, Հանձինը Ժիրար Սեֆիլյանին, որ հայտարարել է, որ վաղը միանալու է Բագրատ Սրբազանի երթին, որը որ վաղը մտնում է Երևան։ Այ եմ որ ասում եմ լավին լավ, վատին վատ, ոչ մի վատ բառ չեմ կարող ասել, վատ կարծիք անգամ չեմ կարող ասել հիմա։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, սիրելի քաղաքացիներ, սիրելի հանրային դեմքեր, օրինակ տեսանք այսօր մի երկու դերասանի հետևից ընկել էին, անգամ վախում էին կարծիք հայտնեն։ Ես այդ բոլորին ֆիքսում եմ։ Նման դերասանները այլևս բեմ չեն բարձրանա։ Նման ուսուցիչները այլևս դպրոցում չեն աշխատի։ Նման տնօրենները կհեռացվեն դպրոցի տնօրենից եւ կզրկվեն հետագայում մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Բոլոր այն անձինք, բոլոր այն մարդիկ, ովքեր որ հիմա մտել են մկան ծակը ու դուրս չեն գալի, ջրերը չկան, չեն երևը։ Ուրա։ Մահերիկն էլ չկա։ Մահերիկը պախկվել է։ Մահերիկի տղեն եւ այլն։ Պախկվել են։ Ուրեմն իշքան բան արշակին հագցնելու եմ զանգակով տրուսիկ, այսինքն զանգակը վրան նկարած, աշձակ, դեմը ворի վրա եւ այլն, աղբոր այդ միասին ղրգեմ թողմախի մերես տուն, ասեմ գնացեք ինչ ուզում եք արեք։ Այսինքն այսպիսի մարդիկ, որոնք որ հիմա հանուն իրենց բիզնեսի, հանուն մի քանի կոպեկի, չնայած որ քցու բռնում ես, հարկային էլ չի կարա այդ մարդկանց բիզնեսի վրա, օրինակ այսօր պիտի գագոս 20000 մարդ լցեր Աբովյան, չկա, գագուն թռելա, ոչ մարդահան է մեդան, ոչ, այդպես մարդ գոսություն չունի, կա, գայդիկ Ծառուկյան կա, չկա չէ, գագուն չկա, ոչ գագուն կա, ոչ նվերիկը կա եւ այլն, այսինքն այս կալիբրի մարդիկ, ես կարող եմ բաներ ուզում ասել, Իրանք պետք է հասկանան, որ հեղափոխությունից հետո, իսկ հեղափոխությունը այլևս սարերի ետևում չի, իրանք թքելու են ասոյի փայդիկին, գագո, մհեր եւ այլն, նամանավան թողմախի մհեր, չկա, գոյություն չունի։ Եվ որ այսօր ասենք որ մարդուն մոտենում ես, ասում ես քրիստոնյա եմ, բան, Վարդան Ղուկասյանը եկեղեցուն ա կպե, էս արե, այն արե։ Հիմա վաղը սիրելի քրիստոնյաներ, եկեք ցույց տվեք, թե Հայաստանի Հանրապետությունում որքան քրիստոնյա կա, որքան աթեիստ, որքան մահմեդական։ Ուրեմն աթեիստներին եւ մահմեդաբանին, քրիստոնյաներին ներկայությունը հանրապետության հրապարակում պարտադիր է։ Անկամ եթե հիվանդ եք, ծննդկան եք, նոր եք ծնե, հղի եք, չեք սիրում սրան, չեք սիրում նրան եւ այլն, հանուն ձեր կրոնի, խաչեք չէ պաշտոն, հանուն ձեր կրոնի պետք է ներկա գտնվեք հանրապետության հրապարակում, ժամը 16:00-ից սկսած, մեզ հայտնեցին, որ Բագրատ Սրբազանը կլինի ժամը 18:00-ին հանրապետության հրապարակում, Վարդան Ղուկասյանը իր աջակիցներով, իր շրջապատով, կոլեկտիվով 16:00-ից սկսած հավաքվելու է հանրապետության հրապարակում են Նոյան տապան գրախանութի մոտ ենք մենք հավաքվում, մինչև ժողովուրդը գան։ Ես լինելով աշխարհահռչակ բեկումնային աթեիստ, ես հիմա կանգնում եմ եկեղեցու կողքը, որովհետև ես զգում եմ, ես տենում եմ, ես արձանագրել եմ, որ մենք կորցնում ենք պետականություն, մենք կորցնում ենք երկիր։ Մարդը ինտերվյու էր տալը, ասում է, մենք գիտենք օտարերկրյա գործակալներ դեսնեն, բայց թիվ 1 օտարերկրյա գործակալը ինքն է։
Հենց ինքը Նիկոլ Փաշինյան, որին որ Թուրքիան ասում է ինչքան կարած շուտ կնքի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև ոնց տենը մենք լավը ծռելու են։ Ու մարդը վիզա դրե ստանա Նոբելյան մրցանակ։ Ընկեր Նիկոլ Փաշինյանը որպես խաղաղություն կնքող բոզի տղա։ Մենք էլ պատերազմ ենք ուզում, ինքն էլ խաղաղությունն է կնքում, բայց դե ինչ պայմաններով, որ մեզ գնան գան ու ծծցնեն, երբ ուզեն, ոնց ուզեն, չի լինի նման բան, չի լինի։ Հայ ժողովուրդը ի վիճակի է եւ պատերազմ տալու եւ խաղաղություն կնքելու, բայց խաղաղությունը չպիտի լինի նվաստացուցիչ, խաղաղությունը չպիտի լինի մեր հող ու ջրի հաշվին, ատես խաղաղություն մեզ պետք չի, մեզ պետք չի, որ մենք մեր հակառակորդից պաշտպանվենք ծառերով, ասма ծառեր կտնկենք, ծառեր տար ագարկա կնգա դեմը տնգի, որ ունտենեմ դլոն բացեմ, ասма շինեք ինձ, անդադար շինեք։ Սիրելի հայրենակիցներ, երևանցիներ, վաղը մեկ անգամ, գոնե մեկ անգամ ձեր գիտակից կյանքի մեջ ճիշտ քայլ արեք, մի անգամ արեցիք ազգովի ընկան քաքը 2018 թվին, 2018 թվից հետո մեկ անգամ ճիշտ քայլ արեք, եկեք հանրապետության հրապարակ, հիվանդեք, հղիեք, ոտնացավը, այդ օրը բոզի մի գնացեք, այդ օրը գյոթի մի գնացեք, կլուբ մի գնացեք, տիկտոկերով, ինչ են ասում դրանց, լայվեր, մայվեր, եկեք հանրապետության հրապարակից, ձեր բաթլը ատեղ խաղացեք, ձեր եթերը ատեղից մտեք, հա, գոնե մի անգամ ձեզ դրսևորեք որպես Հայաստանի հանրապետության մարդ, որպես մարդ, ով ունի ինքնասիրություն, մարդ, ով հարգանքատացում եռաբլուրի զոհերի նկատմամբ, հարգանքատացում ցեղասպանության զոհերի նկատմամբ, հարգանքատացում վերջի վերջո կրոնի նկատմամբ, չէ որ դուք պաշտում եք կրոն, ես չէ, դուք ես հարգանք եմ տածում զոհերի պետականության համար գալիս եմ կանգնեմ եկեղեցու կողքը։ Եկեք հանրապետության հրապարակ, որտեղ կլինեն ձեր սիրելի հոգևորականները, ձեր չսիրելի հոգևորականները, ձեր սիրելի եւ չսիրելի քաղաքական գործիչները։ Այս բոզի տղեն պիտի տենա եւ հասկանա, որ ինքը մեծամասնություն չի ալևս, որ ինքը ոնց ուզի, այդ ձև չի կարա բաժանեց, սև ու սպիտակների, տարանջատեց, սա ռոբիկականա, սա սերժականա, սա խերրականա, վաղը բոլորը դառնում են քրիստոնյա, կամ քրիստոնյա, կամ եկեղեցու հետևորդ, կամ եկեղեցուն աջակցող, ես երրորդն եմ, եկեղեցուն աջակցող, ես քրիստոնյա չեմ կարա դառնամ, ես եկեղեցու աջակցողն եմ, գալի կանգնում եմ եկեղեցու կողքը, գալի կանգնում եմ, որպիսի այս բոզի տղեկին ցույց տամ, ասեմ դուք չեք իմ երկրի տերը, որ ոնց ուզենաք մի թղթով գյուղ տակ, հող տակ, ճանապարհներ տակ, միջանց տակ եւ այլն, զինվորի տուն ու տեղը ծծցնեք, ինչ ուզենաք անեք, չի լինելու, դա ձեր մոտ չի հաջողվելու, այլևս չի հաջողվելու։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, իմ կողը մի կայնեք, իմ կողը կայնող կա, շնորհակալ եմ։ Խնդրում եմ ձեզ կանգնել ձեր հավատքի կողքը, ձեր եկեղեցու կողքը, ձեր պետականության կողքը, ուրիշ բան ես ձեզնից չեմ խնդրում, դուք իմ համար չեք գալի, ես էստեղ եմ նորմալ, էտատենց կուլտուրական ձևով ապրում եմ, դուք եք էտեղ ապրում, դուք և ձեր երեխաները, այսօր ամեն մի հայ վիզա դրե $30,000 մարդածախսեն, որ Մեքսիկոյով գա հասնի Ամերիկա, հարց եմ տալի, ամբողջ ընտանիք, 4-5 հոգով, եղբայր, $150,000, դու ծախսել ես, որ գաս հասնես այս երկիրը, որ ինչ անես, որ տաքսի քշես, հա,
Այն դեպքում, երբ որ դու Երևանում խանութ էլ ունեիր, տուն էլ ունեիր, տեղ էլ ունեիր, ամեն ինչ ունեիր, այդ ամենը ծախել է։ Եկե հասել են ստե, հիմա այդ մարդիկ տաքսի են քշում։ Նեգրի գործ։ Որը հանալն է, որ կարանա փող աշխատի, բայց ասում խի թողի, ասում բանակից փախցրի իմ երեխին։ Բայց ինչի։ Ասում դու ծարեցիր, չեն կարան փողով ազատենք, փախնում ենք։ Որտե բանակը բանակ չի, ասում 50 օր, 40 օր մեր երեխեքին պոստեր, այ դու գաս ուրիշ հարց, մենք հետ կգանք։ Հասկանում եք։ Այսօր նաև տեսա, որ Դոն Պիպոն ինչ են, Խաչակիր են, Թևակիր են, դրանց էլ հանեմ մի ասեմ, խնդրեմ կարամ բան ասեմ, չեմ կարա, թեկուս 1000 հոգի, բայց ոտի հանե։ Ամեն մեկը, որ ոտի գա, ոտի հանի որ ասում մական շերն էլա ջրաղացին օգուտ։ Ամեն մեկը իր հետ 2 մարդ, 3 մարդ դաժե եթե բերի, ես օրինակ գիտեմ, ես կարամ բերեմ իմ կուսակցական թայֆեն են 500 հոգի նախտ կան։ Դա քիչ չի։ Գումարած այն մարդիկ, ովքեր որ արդեն համարցակ ձևով կարան գան լծվեն հանրապետության հրապարակ առանց քաշվելու որ կարան ասեն դու եկել ես են քֆուտավողի համար ես եկե էլ տես բան ասող չի լինի որովհետև այս տես բան մեկ ասի ֆրանկ ասեն մորը ծսցնեմ տեղում հասկանում եք ամեն մեկը ամեն մի քաղաքական դեմ ամեն մի կուսակցական չգիտեմ ես ինչ իր եղածի չափով որ մարդ բերի հանրապետության հրապարակ մենք կապացուցենք Նիկոլ Փաշինյանին ու յա բոզի տղա սաստավին Խզմալյան, Մզմալյան, Վազգենի Քուշ, ելով կարանդեղ Հայկ Մարուսյան Պորնիկի ծնունդին եւ այլն, որ դուք Արման Բաբաջանյան, որ դուք խռի գլոխ եք բարիս ամենաբուն իմաստով ձեզ չհաջողվեց ազգը բաժանել սևերի եւ սպիտակների ուղղակի ազգի մեջ կա խոտան, որը որ անցելա ձեր կողմը եւ այդ խոտանի հարցերը շուտ է ուչ լուծող ընդամենը մի մարդ ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան, ելով կանդեղ ոչ մեկ ոչ Իշխան, Վարդան Ղուկասյան, Իոսիֆ Ստալին, երկրորդ Ստալինը այդ ազգի գլխին ասել եմ ես եմ լինելու ես չեմ թաքցնում դեմոկրատիա բառը դրանց ճուժդը Դեմոկրատիա կլինի երկիրը կապ ռեմոնդի կանգնելուց հետո 6 ամիս հետո մենք այո կլինենք ժողովրդավարական, դեմոկրատական, նորմալ երկիր բայց դեմի 6 ամիսը Հայաստանի դռները փակեն նա կապիտալնի ռեմոնտ Սա է ուզում խնդրեի ձեզանից ներկայացեցի նաև այդ ինֆորմացիան որը որ հասել էր մեզ այդ ավտոմոյկա եւ այլն եւ ակնկալում եմ որ վաղը հանրապետության հրապարակը կլինի իրոք հանրապետության հրապարակ որ վաղը հանրապետության հրապարակը կլինի լեփ-լեցուն եւ կսկսվեն ապակենտրոն գործողություններ ամբողջ Հայաստանի հանրապետությունով մեկ սա էլ այն քաղաքական մյուս ուժերին եմ նոտա ուղարկում որ գործողությունները պիտի լինեն ապակենտրոն, որովհետև եթե գործողությունները կենտրոնացան մեկ տեղ, դրա հարցերը լուծելը շատ հեշտ է լինելու մեր բոզի տղա ոստիկանության կողմից։ Իսկ եթե գործողությունները ապակենտրոն են, գործողություններ քաղաքի մի ծայրում, գործողություններ քաղաքի մյուս ծայրում, գործողություններ Էժմիածնում, Արարատում, Վեդիում եւ այլն, իշխանությունները մի քանի օր ընդամենը դիմակայելուց հետո կգրեն իրենց հրաժարականը եւ մենք ձեզ հետ միասին կգնանք նոր ընտրությունների առանց Նիկոլ Փաշինյան այսպեսին է իմ մոտեցումը Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է մասնակցի ընտրություններին ոչ մի պարագայում քաղաքացիական պայմանագիրը չգիտեմ բայց Նիկոլ Փաշինյանը այլևս ոչ Նիկոլ Փաշինյանին սպասում է միայն Բերդ միայն Բերդ ուրիշ ոչ մի բան եւ ես հուսամ որ երկնային գրասենյակը որ արդեն իսկ դաբրոն տվել է մեր հետ կլինի մինչեւ վերջ
հարգելի քաղաքական դեմքեր, գործողությունները պետք է լինեն ապակենտրոն։ Եվ մեզ սպասում է հաղթանակ, ընդամենը մի քանի օր եւ վերջ։ Նիկոլ Փաշինյան, Բիզիմդիր։ Քայլարա մերժի գժին։ Կոչով վաղը սպասում ենք բոլորիդ, անկախ ազգությունից, ռասայից, սոցիալական ուղղվածությունից կամ կարգավիճակից, կրոնական ուղղվածությունից կամ կարգավիճակից, բոլորին սպասում ենք Հանրապետության հրապարակում։ Ժամը 16:00-ից մենք այնտեղ ենք, 18:00-ին ոնց հասկացա, տեղում կլինեն մեր քայլերթի մասնակիցները։ Welcome to Yerevan։ Շնորհակալություն։ Աջողություն։